Ինչ ա եղել պապային։ Հանգստացիր, Մարիաննա։ Ինչ ա եղել, Հիվանդա, ինչ ա եղել, ասա, դժվար է։ Հանգստացիր, ասում եմ։ Մի բառ պետք է ասես, ասա, ինչ ա եղել պապային։ Խնդրում եմ, ասա, ես ոչ մի բան չեմ անի, ասա, էլի խնդրում եմ, մենակ թե ասա, հիմա սիրտս կկանգնի, խնդրում եմ։ Մահացել է պապան։ Հանգստացիր, Մարիաննա։ Հանգստացիր։ Երեք գիշեր սիրտը կանգնել է։ Մարիաննա։ Հանգստացիր ասում։ Ջուր բեր։ Հանգստացիր, Մարիաննա։ Մարիաննա։ Հասկանում եմ քեզ, բայց Բանսամի։ ասում եմ խմի կողքի։ Ինչ էր ասում։ Երեք գիշեր սիրտը կանգնել է։ Հիմա դու սուտ ես ասում, չէ՞։ Մամ, ասում դու ասի, որ սուտ Խնդրում եմ, էլի ասա, որ իմ պապան չի մահացել։ Ասա, որ պապան չի մահացել, քեզնից ինչ ա գնում, Հանգստացիր։ խնդրում եմ, ինչ կա գնում, ասա, որ չի մահացել, ոչ մի բան, ես ոնի Ալա ջան։ Արի նվար ջան, արի նստի։ Աննան էր զանգել։ Ասաց գնունու ընկերություն, մի քիչ կուշանա։ Ընկերություն։ Հա, ասաց գնամ էլի կգամ էլի։ Ինչ կա այնտեղ։ Գնունին հիվանդանոցում չի։ Երևի ուզում է աշխատի, ինչ իմանամ։ Ասաց որ շատ չի ուշանա։ Բա դու ինչ արեցիր։ Աշխատանք գտար։ Ոչ մի բան չգտա նվար ջան։ Մի նեղվի այդքան։ Կգտնես, հաստատ կգտնես, շատ մի մտածի։
Հեսա որ Աննան էլ սկսի աշխատել, շատ ավելի հեշտ կլինի։ Հիշում ես այն ամենասկզբում, որ ընդհանրապես հույս չունեիր, որ միտեղ կաշխատես, որ մի բան կստացվի, բայց հետո Ես չեմ հասկանում ինչի է գնացել ընկերություն։ Գնումին ընկերությունում չի, հիվանդանոցում է։ Ինքը այնտեղ ինչ է անելու։ Աստվածի մինչև տուն գա ես կգժվեմ։ Ալա։ Հա նավար ջան, մտքերի մեջ էի, մի հատ սոր դնեմ խմենք։ Հա լավ կանես։ Ոնց եղավ։ Մի քանի օր առաջ իրեն վատ էր զգացել։ Հետո Ինչ հետո։ Հետո Ավելի բալ ես։ Խնդրում եմ, ինչ ես խնդրում։ հիմա մի հարցրու ոչինչ։ Հետո Սակո։ Ես չեմ հավատում, որ պապան մահացել է։ Այ որ հիմա ասում եմ, հիմա էլ չեմ հավատում ու խնդրում եմ, հիմա մանրամասն պատմի։ Ասում եմ քեզ մի քանի օր առաջ իրեն վատ է զգացել։ Ու ոչ մեկ դեղ չի տվել, չէ՞։ Չէ, տարել են նայել են, դեղ են տվել։ Ու ոչ մեկ իրան չի օգնել, չէ՞։ Իսկ դու։ Ինչ, ես ինչ։ Իսկ դու էիր այդ ժամանակ։ Ես տեղ էի։ Դու ասում էիր, որ պապային կօգնես։ Դու ասում էիր, որ հետաքրքրվում ես։ Ինչի՞ է պապան մահացել։ Դու ասում էիր, որ դու պատասխանատու ես։ Դե հիմա ասա ինչի՞ է մահացել, դժվար է։ Դու ասում էիր, որ ամեն ինչ կանես, որ իրան ոչ մի վատ բան չի լինի, իսկ հիմա ոչ մի բան չարեցիր, ասում ես վատեր զգում, ու իրան տեղ են տվել, իսկ ինչի դու տեղ չէիր, որպեսզի դու ինքը տայր է տեղը, դժվար է։ Ինչ ես խնդրում, դու ինչ ես խնդրում, ինչ ես խնդրում։ Արև ինչի չես պատասխանում, որ զանգում եմ։ Զբաղված էի։ Ոնց ես։ Լավ եմ։ Արև, ինչ ա եղել քեզ։ Ոչ մի բան։ Լավ, եթե չես ուզում, չենք խոսա։ Նարեկ, Ասա Արև։ ինչի՞ չէիք ասում, որ մամա թղի է։ Արև ով է ասել քեզ։ Տատին ասեց։ Դե երեք ես եկել, Արև, կասեի էլի։ Դրա համար ես նեղացել։ Նարեկ, ես չեմ նեղացել։ Ուղղակի չեմ հասկանում ինչի համար ինձ չեք ասել։ Արևիկ, դե կասեինք, չգիտեմ, դե տենց է էլի ստացվել։ Պարզը։ Արևիկ, կգաս մեր տուն։ Չէ։ Դե լավ էլի։ Չեմ հասկանում, թե խես նեղացել։ Ես չեմ նեղացել։ Պապան անգամ չի էլ զանգում ինձ։ Լավ ես քեզ զգում։ Լավ եմ։ Նարեկը տանն է։ Հա, տաննա, դուրս չի եկել։ Լավ է։ Լիլիա, երեք ոչինչ չես կերել։ Այսօր էլ արդեն կեսօր է դառնում։ Արի մի բան կեր, թե չէ էլի կվատանաս կթուլանաս։ Չէ, չեմ ուզում։ Չեմ ուզում։
Համել դուրս եմ գալու։ Լիլիա, ախր ինչի ես դուրս գալիս։ Էլի կվատանար շատ թույլ ես։ Չէ, թեյ կխմեմ ու դուրս կգամ։ Լիլիա, Ես չեմ կարող տանը մնալ։ լավ, խոսես։ Մնամ տանը, որ ամեն րոպե սիրելի թորնիկի տեսնեմ ու մտածեմ, որ եկել են իմ տեղը զբաղեցնեն, ավելի լավը չտեսնեմ նրան։ Ավելի լավը չտեսնեմ։ Մամ, Ոնց է քեզ կարոտեմ, Մարիկ։ Քան ուրախ եմ, որ տանն ես։ Կարոտել է քեզ։ Շատ ենք վախեցել մենք, Նարեկ։ գիտեմ, мам. Нарик, ты ничего не рассказываешь, я же мама твоя, нет. Мам, Чего не լավ է։ рассказываешь? Ну как там было, ասես, ինչ էր։ Մամ, ոչ մի բան չկա ասելու։ Քեզ լավ են վերաբերվել։ Մամ, լավ էլի։ Վարզա, ոչ մի բան մի ասա։ Կարևորը որ դու հիմա տանն ես ու ամեն ինչ լավ է։ Մամ, դու ուր ես գնում։ Գնամ մի քիչ քայլեմ։ Չեմ կարող տանը մնալ։ Իսկ դուք ինչ եք անում։ Մամ, ոչ մի բան։ Ես տանն եմ, տատին էլ իր սենյակում է։ Իսկ Արևիկը։ Գնացել է։ Հա, շուտ է գնացել։ Հա, առավոտ շուտ է գնացել։ Վարզա, դու լավ բալես, ես գնամ։ Սա և սա դու հաշվապահություն։ Սա դրտիկին են։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև աղջիկս։ Գնացի ես։ Ստիր։ Ոնց ես։ Ես լավ եմ։ Դուք ոնց եք։ Ինձ ճիշտն ասած թվում էր, թե դուք մի քիչ ավելի ուշ կսկսեք աշխատանքի գալ։ Ես չի կարող չգալ։ Ես ինչքան գործ կա։ Լավ եք զգում ձեզ հիմա։ Լավ եմ լավ։ Գործ շատ կա, ու հենց դրա համար էլ քեզ եմ կանչել։ Պարոն Գնունի, ճիշտն ասած Աննա։ ես Արի չքննարկենք եղածը, հա։ Ես չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու վերադառնաս ընկերություն։ Եթե վստահ չլինեի, որ դու էլ ես դա ուզում, չի ասի։ Ես տեսել եմ, թե դու ինչ մեծ ոգևորությամբ ես աշխատում։ ես շատ եմ սիրում ընկերությունը։ Գիտեմ։ Իսկ պատրաստ ես վերադառնալ աշխատանքի։ Չի, եթե քեզ ինչով խանգարում է, կարող ես ասել։ Չէ, ինձ ոչինչ չի խանգարում։ Բայց դու վստահ չես խոսում։ Չէ։ Ես վստահ եմ։ Ինձ ոչինչ չի խանգարում։ Դե, այդ դեպքում տեսնե ինչ կա այստեղ։ Հիշում ես։ Հա, հիշում եմ։